Ադրբեջանի նախագահի ուղերձներն են բերել մեր քաղաքասարակության ներկայացուցիչները, որոնք գտնվում էին Բաքվում, եւ այդ ուղերձները հետեւյալն են. Ադրբեջանը չունի տարածքային պահանջներ, պատերազմն իրենց համար ավարտվել է, ուզում են Հայաստանի հետ կառուցեն համապարփակ եւ երկարաժամկետ խաղաղություն։ Շփումներն էլ լինելու են շարունակական, ամեն դեպքում գնալու են, գալու են, որպեսզի Ինչի մասին մենք խոսեցինք, որ Ադրբեջանի իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի 2026 թվականին իրենց ներկայացուցիչ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը նորից վերարտադրվի եւ խոսում են այն մասին, որ տեսեք խաղաղությունը եկել է ձեր տուն, ձեզ նվեր է եկել, տեսեք մեր տարածքով ձեզ ցորեն է գալիս եւ այլն, այսինքն հապուկ բարձ դնել Ադրբեջանի իշխանությունները սա այսպես դասական թուրքական քաղաքականություն է։ Սա նմանատիպ գործողություններով հայ հանրությանը փորձում են խաբել հերթական անգամ, մենք ձեր հետ խոսել ենք օրինակ Հայաստանյան ժամանակ, երբ որ Համիդը հայերին կոտորում էր եւ հայերը երիտ թուրքերի հետ ապստամբեցին Համիդի դեմ, երիտ թուրքերը սկզբնական շրջանում հայերին իրենց պարլամենտում 12 աթոռ տվեցին։ Հետագայում նույն երիտ թուրքերը կոտորեցին հայերին։ Այսինքն դասական թուրքական քաղաքականություն է, որ թուրքերը կարողանում են մեզ ամեն անգամ խաբել եւ իրենց ուզածը առաջ տանել։ Եվ ես զարմանում եմ իհարկե այն մարդկանց վրա, ովքեր որ դառնում են թշնամու քարոզչության գործիք մեր երկրի ներսում եւ դրանից չեն էլ ամաչում։ Գալիս են եւ ասում են մենք ձեզ բերել ենք փոխանցենք թշնամու այսպես ասենք հատուկ ծառայությունների կողմից մշակված այս խաբեության ձևերը եւ մենք դառնում ենք այդ խաբեության գործիքը։ Համենայն դեպս գոնե մարդկայնորեն պետք է ամաչել դրանից։